Խաղաղություն բոլորիդ։ Մեր սիրելի Փրկչի անունը փառավորվի։ Շատ լավ օր է այսօր, չէ՞ ժողովուրդ ջան։ Եղանակի մասին չեմ ասում։ Եղանակը կարող է անձրևը լինի, ձուն լինի, 4 եղանակն էլ լավ է, բայց այսօր յուրահատուկ լավ օր է, որտեվ մենք այսօր ունենք հնարավորություն Տիրոջ առաջ գալ, իր անունը կանչել։ Դու գիտեք, ամեն մարդ այս հնարավորություն ունի, շատերը չգնահատեցին այդ իրանց կյանքի օրերը։ Ես մի հատ վկայություն եմ լսել, մի մարդ տեսել էր դժոխքի մարդկանց, ոնց են խնդրում, ասում են, թույլ տուր 5 րոպե բարձրանանք վերև, 5 րոպե, 5 րոպեի կյանք են խնդրում, դե մտածեք, ինչ կանեն, այդ 5 րոպեում ինչ են ուզում դրանք անեն, կգան, կընկնեն Աստծո առաջ, կզղջան, կապաշխարեն, այս երկու սենյակներում խոստովանություն է արվում, ժողովուրդ ջան, իրանք անպայման կմտնեին տեղ, կմտնեին այդ սենյակները, դուրս կգային, կպրծնեին, վերջ, այդքան 5 րոպեում կարանք մեր հարցերը լուծենք, բայց նայեք կյանքը անցնում է և մարդիկ փչացնում են իրանց կյանքը, չեն գնահատում, ամեն ինչի ժամանակ կա, մեզի ասում են, հո մենք ձեր նման պարապ չենք գանք տեստեղեր, մենք շատ զբաղված մարդիկ ենք, բայց Աստված մեզի տվեց իմաստություն, իր անունը փառավորվի, որ մենք պատվականը անարգից տարբերենք, որ հասկանանք, որն է քեզ պետք։ Մարդան հիշում եք, ինչքան հոգսերով տարված կիներ, ովքեր եկեղեցու անդամ են, կարդացել են, գիտեն, բայց ասեց մարդա քո շատ հոգսերով ես տարված, բայց քույրդ Մարիամը այն բաժինն է ընտրել, որ իրանից ոչ ոք չի վերցվի։ Նայեք ժողովուրդ ջան, մեր կյանքում շատ բաներ կա, երկրորդական, երրորդական են, դրանք երկինք չեն բարձրանալու։ Մարդիկ հրաժարվեցին հարսանեկան խնջույքից, հրավերքները ուղարկված էր, և պատճառներ եկեք հիշենք, ինչ պատճառ էր։ Տուն եմ սարքում, ես եմ առել, կին եմ առել, արդ եմ առել։ Այդ ոչ մեկը տուն ես առել, ինչ էդի երկինք չի գնում։ Ես ես առել, էդ էլ կապ չունի, ունեցեք, էդ դրանք մեղք չի, բայց իրանք չհասկացան, որ կարևոր բան կա, այսօր ինձ թվում է, կարող է մեկին համոզելով են բերել ստեղ, բայց կուզեմ, որ Աստված ձեր միտքը բացի, որտև Սուրբ Գիրքը ասում է, այս ամեն նեղությունները մեզ կարան բերեն Աստծու մոտ, ժողովուրդ ջան, պետք է պատրաստվենք Տիրոջ առաջ աղոթք անելու, մարդը պետք է պատրաստվի դրան։ Ինքնաթիռը, որ թռնում է, այնտեղ ստյուարդեսան ասում է կապեք ամրագոտիները, պատրաստվում են ինչ-որ, որ պետք է մի բան կատարվի։ Մենք էլ պետք է պատրաստվենք, ժողովուրդ ջան։ Մենք էլ պետք է պատրաստվենք, որ Տիրոջ ներկայությունը խնդրենք, աղոթք անենք իր Հիսուս Քրիստոսի անունով։ Տերը ասեց, մինչև հիմա չեք աղոթել, հիմա իմ անունով աղոթեք պետք է լինի։ Ես ուզում եմ կարդամ 34 Սաղմոսի 15 համարից, որ աղոթքն է, որ Աստված ընդունելու է և որ վիճակն է, որ բերելու է փրկության։ 34 Սաղմոս 15 համարից, Տիրոջ աչքերը արդարների վրա են, նրա ականջները նրանց աղաղակի վրա, Տիրոջ երեսը չարագործների վրա է, որ նրանց հիշատակը երկրից ջնջի, արդարները աղաղակում են և Տերը լսում է, և իրենց ամեն նեղություններից փրկում է նրանց։ Տեսեք, աղոթքի մասին է գրված, ինչ-որ աղոթքի մասին է խոսում, որը արդարի աղոթք է կոչվում, արդարի աղոթք։ Ուրեմն արդարները աղաղակում են, Տերը փրկում է նրանց, Տերը մոտիկ է սրտով կոտրվածներին և փրկում է հոգով փշրվածներին, վիճակ է այսի ժողովուրդ, սրտով կոտրված, հոգով փշրված, արդարությունը ստեղից է գալիս։ Շատերը գիտեն արդարը այն մարդն է, ով որ կատարյալ ոչ մի մեղք չի գործել, բայց այդտեղ կոտրված վիճակի մասին է խոսում։ Շատ են արդարի նեղությունները, բայց Տերը այն ամենիցը փրկում է նրան, Տերը պահում է նրա ամեն ոսկորները, որ նրանցից ոչ մեկն էլ չկոտրվի։ Չարությունը ամբարշտին կսպանի և արդարին ատողները կդատապարտվեն, Տերը փրկում է իր ծառաների անձը
եւ բոլոր նրանց հուսացողները չեն դատապարտվի։ Այսա նայեք, աղոթք պետք է անենք, ժողովուրդ ջան, բայց Սուրբ Գիրքը ասում է արդարի աղոթքն է ընդունում։ Հիմա ես ուզում եմ մի տեղ էլ կարդամ, որ վիճակն արդար համարվում Աստծո առաջ։ Արդարը չշփոթվեք, նա չի, որ կատարյալ վիճակ ունի։ Հիմա ես կարդամ մի շատ պարզ առակ, սա գրված է Ղուկաս 18-րդ գլուխ 9-րդ համարից, ոմանց էլ Ղուկաս 18:9, ոմանց էլ, որ իրանցում վստահ են, թե արդար են և ուրիշներին ոչինչ էին համարում, այս առակն ասաց, երկու մարդ վեր ելան տաճարը աղոթք անելու, մեկը փարիսեցի, մյուսը մաքսավոր, փարիսեցին առանձին կանգնած այս էր աղոթք անում, ով Աստված գոհանում եմ քեզանից, որ չեմ ինչպես ուրիշ մարդիկ, հափշտակող, անիրավ, շնացող կամ ինչպես այս մաքսավորը, շաբաթը 2 անգամ ծոմ եմ պահում և իմ բոլոր ստացվածքներից 10% եմ տալիս։ Ու ասենք վատ բաներ չի արել, այս մարդը որ նայում ենք մեղքի կյանքի մասին չէր, իրականում ինքը արել էր, գիտեք որն էր վատ, այս մարդը ինքն իրան բարձր էր տեսնում։ Հետարքիր է, ստեղ նստած եք, շնորհք առած մարդիկ եք, բայց ուրիշին չարհամարեք, ինչքան ձեզ գիտեք, դիմացինն էլ տենց իմացեք, մի արհամարեք մարդկանց, կարող է լավ հատկություններ ունեք, բայց իմացեք դիմացինն էլ կարա տենց մարդ լինի։ Իսկ ստեղ տեսեք մաքսավորի աղոթքը, մաքսավորը Իսրայելի ժողովրդի մոտ անարգված մարդիկ էին սրանք, անարգված մարդիկ, արհամարված, իրանք շատ փողատեր էին, բայց մեղավոր մաս էր համարվում։ Մաքսավորը հեռու կանգնած էր, իր աչքերը չէր կամենում դեպի երկինք բարձրացնել, այլ իր կուրծքը ծեծում էր և ասում, ով Աստված, ողորմիր ինձ մեղավորիս, նայեք ինչքան կարճ է, ով Աստված, ների ինձ մեղավորիս, և Տերը ոնց է ասում եմ ձեզ, սա արդարացած իջավ իր տուն, քան թե նա, որովհետև ամեն ինքն իրեն բարձրացնողը կխոնարհվի և ինքն իրեն խոնարհեցնողը կբարձրանա։ Այ գաղտնիքը ստեղ է, ժողովուրդ ջան, այսօր պետք է պատրաստվենք Տիրոջ առաջ աղոթք անելու, բայց պատրաստվելու համար պետք է այս հոգեվիճակը ունենալ, այս հոգեվիճակը, որ եկել ենք, ձեր լավ գործերը մի բան արեք, դա պարտքի դիմաց եք արել, այլ նայեք ինչքան սխալներ ունեք, ինչքան թերություններ ունեք, ժողովուրդ ջան, չկա մեկը, որ չունենա պակասություն, թերություն, բայց Տերը ինքը արդարացնում է, եթե դու կոտրվում ես, ինքը կոտրած սիրտը չի անարգում, եթե դու փշրվում ես քո հոգին, ինքը այցելում է քեզ, արդարացնում է, նվեր է տալիս սա, Տեր, այս վիճակը, որից գալու է մեր բժշկությունը, քանի որ արդարի ոսկորները ասում է չի թողում, որ փշրվի, այս վիճակը Տերը նվեր է տալու, չմտածեք, որ ինչ-որ պետք է բոբիկ ոտքով ճանապարհ գնաք, որ դուք բժշկվեք, այդպես բան չկա, Աստծո ժողովուրդ, հավատքով, մենք եկել ենք հավատքով, մենակ ձեր սիրտը թող կոտրվի, նորից եմ ասում, ստեղ երկու սենյակներում խոստովանություն է լինում, եթե ձեր սիրտը պատրաստվի Տիրոջ առաջ, պետք է զղջումով գաք Տիրոջ առաջ, զղջումով կանգնենք, եկեք հարմեր երկով, բերենք մեր աղոթքը, խնդրենք, որ մեր սրտերին Աստված այցելություն անի։ Oh
Զիքո է արքայությունը, զորությունը, հարքը հավիտյանս հավիտենից, ամեն։ Քոգահի արջև ահա կանգնել եմ, ուզում եմ բացել սրտիս գաղտնիքը, չեմ կարող նայել ես քո երեսին, չէ որ դու գիտես ամեն ինչ դերիմ, չեմ կարող նայել ես քո երեսին, չէ որ դու գիտես ամեն ինչ դերիմ, երեսիդ լույսը ինձ կյանք է տալիս, կոտրած սրտիս Տեր մեծ հույս է տալիս, ուզում եմ անվերջ փարվել քեզ իմ Տեր, որ լինեմ հավերժ ներկայության մեջ, ուզում եմ անվերջ փարվել քեզ իմ Տեր, որ լինեմ հավերժ ներկայության մեջ։ Ինչ էլ որ լինի, քոնն եմ ես գիտեմ, քո ձեռքերի մեջ ես ապահովեմ, երեսիդ լույսը կյանքի աղբյուր է, իմ կյանքի սկիզբը և վերջը դու ես, երեսիդ լույսը կյանքի աղբյուր է, իմ կյանքի սկիզբը և վերջը դու ես, իմ կյանքի սկիզբը և վերջը դու ես։ Փառք Տիրոջը եղբայրներ քույրեր ջան, փառք Հիսուսին, Տեր այսօր իր մեկ հավաքել է մեզ իր շուրջը, մեզ հետ խոսելու, մեզ ասելու այն խոսքը, որ ավետարանի ճշմարտությունը այսօր մեզ պատվիրել է ամեն օր, որ ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը, ամեն օր։ Եվ մենք այսօր եկել ենք իր ներկայության մեջ, իրան լսելու։ Եվ մինչև խոսքիս անդրադառնալը ուզում եմ մի կարճ Եսայա մարգարեությունից մի համար կարդալ, որտեղ կարա դա նույնը մեր կյանքում լինի, եթե ինչ-որ մի դժվար լուր ես լսում, մի հիվանդության լուր ես լսում, մի գույժի լուր ես լսում և քո ներսը ինչպես է դա արձագանքում։ Ուրեմն Եսայա մարգարեության 7-րդ գլխում այսպես է գրված, որ Հոդայի թագավորին Ոզիայի որդի, Հովաթամի որդի Աքազի օրերը, ասորիների Ռասայի թագավորն ու Իսրայելի թագավորը Ռոմելի որդի Փակելի Երուսաղի դեմ պատերազմելու ելան, բայց չկրցան անոր դեմ պատերազմնել։ Ուստի երբ Դավիթի տանը լուր տրվեցավ, թե ասորիները Եփրեմի հետ միաբանվեցան, անոր սիրտը եւ անոր ժողովրդի սիրտը ցնցվեցավ, ինչպես անտառի ծառերը հովեն կցնցվեն։ Նու այսի դժվարություն է եղբայրներ քույրեր, երբ որ մի դժվար լուր ես մի բան լսում,
Քո ներսը ինչպես է ցնցվում։ Իմ կյանքում տես բա եղել է։ Դրա համար ես սա վստահ եմ ասում, որ երբ որ մի դժվարություն, մի խնդրեմ, մի խնդիր է լինում, քո ներսը կարա ցնցվի։ Բայց տեսեք Աստվածային պատասխանը։ Երբ որ Աստված տեսնում է, որ քո ներսում այդ ցնցումը կատարվեց, Աստված այդ նույն պահին քեզ պատասխան է տալիս։ Եվ ասում է այսպիսի խոսքեր. բայց Տերը Եսային ասավ. հիմա դուն քեզի հետ արքու որդիդ Սեապ Յասուբը թափիչի ագարակի ճամփու վրա վերին ավազանի ջրմուղի եզերքը ելիր աքազը դիմավորելու եւ ասիր անոր. զգուշ եղիր ու անդարտ կեցիր, մի վախնար ու սիրտդ թող չմարի այս ծուխանող երկու կիսարյաց փայտի ծառերից։ Զգուշ եղիր ու հանդարտ կեցիր, մի վախնար ու սիրտդ թող չմարի։ Ես ուզում եմ եղբայրներ քույրեր ասեմ, որ երբ որ մեր ներսում այդ տատանումը լինում է, Աստված այդ տատանումը ինքը տեսնում է, զգում է, որ քո սիրտը ցնցվավ, եւ ինքը պատասխան ունի քեզ ասելու, ճշմարիտ խոսք ունի ասելու քո սրտին, մխիթարություն ունի, հորդորանք ունի, հաստատություն ունի քեզ ասելու, որ մի ցնցվի, մի վախեցիր, հանդարտ կեցիր ու մի վախնար։ Ես դրանից տեղյակ եմ։ Եվ դրա համար եղբայրներ քույրեր, մեր ամեն սրտի թրթյունը, այդ տատանումը, այդ մտածմունքը, խորհուրդները ամեն ինչ Աստված տեսնում է։ Շատ մարդիկ տեղյակ չեն քո վիճակից։ Շատ բաներ չգիտեն քո ներսի խորհուրդներից, քո ներսում ինչեր է կատարվում, ինչքան ես տանջվում, ինչ խնդիրներ ունես, ինչ խնդիրներ ունես։ Նույնիսկ քո տնեցիք չգիտեն, եղբայրները չգիտեն, բայց Աստված տեղյակ է, որտև ինքը սրտեր ու երիկամուկներ քննող է, փառք իրան։ Դրա համար մեր հարցերը մենք իր հետ պիտի լուծենք, իրան պիտի ասենք։ Ես ուզում եմ մի փոքր խոսենք ուրեմն Ղուկաս ավետարան 8-րդ գլխից, դա Հայրոսի աղջկա բժշկության այդ պահն է, որտեղ մի քանի շատ կարևոր կետեր կա, որ ինչ որ Սուրբ Հոգին ինձ սովորացրել է, ուզում եմ ես կիսվել ձեզ հետ, ձեզ քաչ ծանոթ դա պատմություն է, ես նորություն չեմ ասելու, բայց այն նուրբ պահերը, որ Աստծո Հոգին է ինձ սովորացրել, ինձ բացել, ուզում եմ դա կիսվեմ ձեզ հետ։ Ուրեմն Ղուկաս ավետարան 8-րդ գլուխ 40 համարից եմ կարդում։ Երբ Հիսուսը ետ դարձավ, ժողովուրդը զանիկա ընդունեց, վասնզի ամենքը իրեն կսպասեին։ Տեր Հիսուսը ուրեմն գադարացիների երկրից էր եկել, բժշկել էր այն դիվահարին, եւ ասում է, ետ դարձավ այդտեղից, ժողովուրդը զանիկա ընդունեց։ Ինչի համար, որովհետև իրան կսպասեին։ Այսօր հարց, դու ում ես սպասում։ Դա շատ կարևոր բան է։ Ում ես սպասում դու։ Այսօր, այս պաշտամունքի մեջ, քո կյանքում ում ես սպասում։ Ումից ես սպասում օգնությունը։ Սաղմոս 2-ն ասում էր, իմ օգնությունը ու սպասելիքը իրանից է։ Ինչպես ծառան իր տիրոջը, ինչպես աղախինը իր տիկնոջը կսպասի, այնպես էլ մենք քեզ ենք սպասում, մեր Տեր, մինչև որ ողորմես։ Դրա համար քո սպասելիքը իրանից պիտի լինի։ Եվ այսպես ասում, որովհետև ամենքը իրեն կսպասեին։ Ահա Հայրոս անունով մարդ մը եկավ, որ ժողովարանի իշխանն էր, Հիսուսի ոտքը իջնալով կաղաչեր անոր, որ իր տունը մտնե։ Վասնզի մեկ հատիկ աղջիկ ուներ, գրեթե 12 տարեկան, որ մեռնելու մոտ էր։ Եղբայրներ քույրեր, տեսեք, ասում է, Հիսուսի ոտքը իջնալով մոտեցավ եւ կաղաչեր։
Գադարացիների ժողովուրդը, այդ երկրի ժողովուրդն էլ էին աղաչում, բայց սխալ նպատակով։ Իրանք աղաչում են, որ իրան սահմաններից դուրս գնար։ Բայց ստեղ Հայրոսը ասում էր, որ աղաչում էր, որ իր տունը մտնե։ Եղբայրներ, քույրեր, իմ կյանքում էլ եղել բա, ես էլ եմ աղաչանք արել իմ հորս ապաշխարության համար։ Աղաչում է, հալածում էր մեզ։ Աղաչում էինք ես ու կինս, որպեսզի ինք ապաշխարի, ու մի օր Սուրբ Հոգին ցույց տվեց, ասեց դուք աղաչում եք, դուք խնդրում եք ինչի համար, որ ձեզ չհալածի, ասեց դուք աղաչեք, որ իր Սուրբ օրա Հոգին փրկվի, իր հոգու փրկության համար աղաչեք, ու դրանից հետո իմ աղոթքը փոխվեց, իմ աղոթքի նպատակը փոխվեց, ամեն գնով, անկախ նրանից ինքը ինչ կաներ, ինչ կխոսար, ինչ կասեր, իմ աղոթքը փոխվեց, Տեր, ամեն ինչ արա, որ իր հոգին փրկվի, ու փառք Տիրոջը, վերջում ինքը ապաշխարեց, ընդունեց Տիրոջը, աղոթք էր անում մեր հետ, դրա համար կարևոր է, աղաչանք ես անում, բայց ինչ նպատակով, Գադարացիք աղաչանք են, որ սահմաններից դուրս գնա, բայց այսօր Հայրոսը աղաչանք են անում, որ իր տունը մտնե, դրա համար եղբայրներ քույրեր, շատ կարևոր է, դու ամեն ինչ պետք է անես, որ Հիսուսը մտնի քո տունը, քո հոգու տունը, քո բնակարանը մտնի, եկեղեցու մեջ մտնի, Հիսուսը մտնի քո ներկայության մեջ, քո հոգու են ծածուկ տեղերը մտնի, ու խոսի, երբ որ ինքը մտավ, ամեն ինչ կարգի կդնի, կնորոգի, կլուծի, կբժշկի, ողորմություն կանի, կկարգավորի քո ներսի տառապանքը, խառնաշփոթը, դրա համար շատ կարևոր է աղաչես Տեր, դու մտի իմ տունը, Հայրոս հետ էր աղաչում, որ մտներ իր տունը, դու այսօր ինչ ես անում, գիտեք, շատ բաներ կա, կարող է մեր արածներով մենք Հիսուսին դուրս հանենք, չթողնենք, գուցե դուրս չանենք, բայց չթողնենք մտնի մեր հոգու տունը, մեր բնակարան չմտնի, մեր երեխեքին չմոտենա, ամեն ինչ պիտի անես, որ Հիսուսը մոտենա, բռնի քո երեխու ձեռքը, մոտենա իր սրտի հետ խոսա, դա քեզանից է կախված, մեր աղաչանքը պիտի լինի, որ Հիսուսը մտնի մեր տունը, և երբ Հիսուսը կերթար, բազմությունը կնեղերձին, և ես ընթացքում լինում է 12 տարվա տեռատես կնոջ բժշկությունը, ես մի փոքր ասեմ բոլորիդ քաչ հայտնի այդ պատմությունը, տեսեք, ամեն ինչ ծախսել էր, ամեն ինչ իր ունեցվածքը ծախսել էր, բժիշկներին տվել էր, բայց արդյունք չէր եղել, հոգնել էր այդ մարդը, ոնց փորձեցի, ինչ արեցի, չստացվեց, օգնություն չեղավ, ու իր մտքի մեջ դրել էր, որ եթե գնամ կպնեմ իր քղանցքին, պիտի բժշկվեմ, ու այդպես էլ արեց ինքը, ու այդ իր Տեր Հիսուսի քայլելու ժամանակ, երբ որ ինքը կպավ Տիրոջ քղանցքին, բժշկվեց, և Մարկոս ավետարանում գրված է, որ ինքը իր մարմնի մեջ զգաց, որ բժշկվեց, Մարկոս 3 Մարկոս ավետարանի մեջ է գրված 5:29 Տեսեք եղբայրներ քույրեր երբ որ ինքը զգաց որ բժշկվեց Տեր Հիսուս ասեց ով կպավ ինձի Աշակերտները ասացին վարդապետ այսքան ժողովուրդ կա նեղում են ձեզ Մեկը կպած կլինի էլի բայց ասма չէ մեկը կպավ ինձ որտև ինձանից զորություն գնաց Հիմա սիրելի եղբայր քույր դու այստեղ եկել ես շատ կարևոր է որ դու կպնես Հիսուսին Շատ կարևոր է դու դիպչես իրան Եվ գրված է նաև Մատթեոս ավետարանում անոնք որ դպան բժշկվեցան Շատ մարդիկ կային
շատերը հրում էին, բայց ստեղ ինքը հավատքով էր կպել։ Ասма մեկը կպավ ինձ, նա այդ ինքը զգաց, որ մեկը այդ հավատքով էր եկել, որ պիտի կպնի ու բժշկվի։ Հիմա այդ հավատքով է քեզ պետք մոտենալ։ Այդ հավատքով է պետք մոտենալ Հիսուսին, դիպչելու իրան, հանդիպելու իրան, որտեղ բավական է, որ կպնես, հանդիպես, ու երբ որ Հիսուսը հպվավ քեզ, քո ներսի հարցերը լուծվելու է։ Հոգուտ աշխարհի բոլոր հարցերը լուծվելու է։ Քո խաղաղությունը վերականգնելու է, քո մարմնի հիվանդությունները բժշկություն ալնելու։ Իրա մոտ որտեղ խնդիր չկա։ Ինքը իշխանություն ունի ամեն մարմնի վրա։ Եվ ամեն իշխանություն իրան է տրված, երկնքում ու երկրի վրա։ Ամեն մարմնի վրա իշխանություն ունի։ Դրա համար եղբայրներ, քույրեր, կարևոր է դու ոնց ես մոտենում իրան։ Մոտենում ես կպնելու համար, թե ուղակի թևանցիկ կողքից ես անցնում։ Քո աղոթքը, քո մոտեցումը, քո հավատքիդ մոտեցումը ինչպես է իրան։ Դու մոտենում ես կպնելու, թե կողքից անցնելու։ Քեզանից է կախված։ Դրա համար շատ կարևոր է։ Եվ այս ընթացքում, երբ որ այդ բժշկությունը եղավ, կինը երբ տեսավ, թե բան մեջ ծածկվեցավ իրանից, դուղալով եկավ եւ ամենը պատմեց։ Եվ ասեց. «Քաջալերվի աղջիկ, քո հավատքը քեզ բժշկեց, գնա խաղաղությամբ»։ Ու այդքան, երբ որ ինքը Տեր Հիսուսը խոսում էր այդ ընթացքում, ասում է, երբ ինքը դեռ կխոսեր 49 համարից, ժողովրդապետի տունեն մեկը եկավ ու ասեց. «Աղջիկդ մեռավ, այլ վարդապետը մի հոգնեցներ»։ Բայց Հիսուսը երբ լսեց ասիկա, ասավ. «Մի վախնար, միայն հավատա ու պիտի ապրի»։ Տեսեք, նույնը այն ժամանակ, երբ որ լսեցին այդ լուրը, ցնցվավ իրանց սիրտը, պատասխան եղավ Աստծուց մարգարեի միջոցով, նույն այստեղ ասեց. «Աղջիկդ մեռավ, այլ վարդապետը մի հոգնեցրու»։ Բայց հենց այդ պահին լսելու պես Տերը ասում է, որ մի վախնար, միայն հավատա ու պիտի ապրի։ Եղբայրներ, քույրեր ջան, գիտեք, շատ կարևոր է, որ երբ որ մենք լսում ենք այդ բոլոր խոսքերը, թե ինչ են ասում մարդիկ, ինչ լուր ենք մենք լսում, մենք ինչեր ենք ասում, բայց Տեր Հիսուսը թող չտվեց, որ մեկը, ասենք, այդ խոսքերից կասկած առաջանա այդ մարդու մեջ, չկասկածեն իր մեջ, որ ասեց մի վախեցի, միայն հավատա ու պիտի ապրի, անկախ նրանից ինչ են ասում կողքից, անկախ նրանից ինչ են ասում քո հարևանները, բժիշկները, քո շուրջը ինչ է կատարվում եւ ինչ են ասում, Տերը քեզ ասում է մի վախեցիր, այլ հավատա ու պիտի ապրես։ Եվ կատարվելու է այն, ինչ որ Տերն է ասել, ոչ թե ինչ որ մարդիկ են ասել։ Եվ շարունակության մեջ եղբայրներ քույրեր, ասում է, երբ տունը մտավ, ուրիշ մեկը թող չտվա որ մտնե, բայց միայն Պետրոսը ու Հակոբոսը եւ Հովանեսը ու աղջկան հայրն ու մայրը։ Ամենքն էլ կուլային կողպային անոր վրա ու ինքը սավ մի լակ անիկա մեռած չէ, հապա կքնանա։ Անոնք ծաղր կնային։ Տեսեք եղբայրներ քույրեր ջան։ Գիտեք, ասում է, երբ որ տունը մտավ, ուրիշ մեկը չթողեց, որ մտնեին, այլ Հակոբոսը, Պետրոսը եւ Հովանեսը, իր ամենամտերիմիկ մարդիկ եւ միայն ծնողներին։ Ու երբ որ մտան, ամենքը կլացեին։ Ասես մի լացեք, քնած այնքը, մեռած չի, ու այդ մարդիկ էլ ծաղրեցին, այդ ամենամոտիկ մարդիկներ իրանց ներսում ծաղր առաջացրեցին, ծաղրում էին, դրա համար շատ կարևոր է եղբայրներ քույրեր, ու իրանց էլ հանեց, գրվածաշարունակության մեջ, անոնք ծաղր կնեին զանիկա, քանզի գիտեին թե մեռավ, ինքը ամենքն էլ դուրս հանելով, բռնեց աղջկա ձեռքեն ու կանչելով ասեց. աղջիկ ելիր,
Հիմա դու էլ պիտի թույլ չտաս, որ ոչ մի դրսի երևույթ, մարդկանց կարծիք, որևէ բան չազդի քո վրա, դի դուրս անես քո կյանքից, քո մտքերից, հեռացնես այդ ամենը, այդ երևույթները, խոսքերը, մարդկանց ասածները, մարդիկ շատ բան կասեն, հիշի, երբ որ դժվարության մեջ ես, մարդիկ ինչեր են ասում, ինչ խոսքեր են ասում, ինչ կարծիքներ են հայտնում, բայց լուծում չեն տալիս, ելք չեն տալիս, մենակ կարող է մեղադրեն, բայց ինքը ասում ամենքին հանեց, դրա համար քո կյանքից, քո մտքից, քո խորհուրդներից սաղին պիտի հանես, ու թողես մեկին, որ ինքն կյանքն է, ինքը հարությունն է, ինքը իշխանություն ունի ամեն ինչի վրա, այդ մեկին թողես մտնի ներս և հանդիպի քո հետ, ինչպես հանդիպեց այդ աղջկան և ասեց, աղջիկ ելիր, անոր հոգին դարձավ ու իսկույն ոտքի ելավ։ Հիսուս հրամանարավ, որ ուտելիք տան ու անոր, և անոր ծնողքը ապշած մնացին, բայց ինք ասեց, որ մեկին չասեն։ Հիմա եղբայրներ քույրեր ջան, շատ կարևոր է, երբ որ բռնեց աղջկա ձեռքը, դու էլ ամեն ինչ պիտի անես, որ թույլ տաս Հիսուսը բռնի քո երեխու ձեռքը, ամեն ինչ պիտի անես քո երեխու ձեռքը Հիսուսը բռնի, իր բոլոր դժվարությունների մեջ, իր բոլոր նեղությունների մեջ, տառապանքի մեջ, թույլ տաս, չխանգարես, որ Հիսուսը բռնի իր ձեռքը, բավական է Հիսուսը բռնի այդ երեխու ձեռքը, Աստված ամեն ինչ անելու է, բժշկություն է կատարելու, թե հոգևոր, թե մարմնավոր, ինչքան պատանիներ կան, ինչքան երիտասարդներ կան, որոնք դժվարության մեջ են, գերության մեջ են, բայց թույլ տուր ամեն ինչ արա, որ Հիսուսը բռնի իր ձեռքը, մի խանգար իրան, այլ օգնի, որ երեխու ձեռքը բռնի Հիսուսը, իսկ ինքը պատրաստ է, ինքը պատրաստ է օգնելու ամեն մեկին, չկա տենց մեկը, որին ինքը անտեսի, չկա տենց մեկը, որին ինքը չնկատի, այստեղ ինչքան մարդիկ կան, ամենքից նկատում է եղբայրներ քույրեր, անկախ քո նստած վայրից, անկախ քո վիճակից, անկախ քո հավատքից, Տերը նկատում է քեզ, ճանաչում է քեզ, և ուզում է, կանչել է քեզ այսօր քեզ հանդիպելու, քո ձեռը բռնելու, քո երեխու ձեռքը բռնելու, նա դրա համար է կանչել քեզ, աննպատակ քեզ չի բերել այստեղ, կանչել է, որ քեզ հանդիպի, ու ասի ես երեկ, այսօր և հավիտյան նույնն եմ, չեմ փոխվել, ես նույն եմ, երբ որ քեզ հանդիպել եմ, երբ որ իմ սերը քեզ հայտնել եմ, ես նույնն եմ, չեմ փոխվել, և պատրաստ եմ քեզ նորից օգնելու, և եղբայրներ քույրեր, ուզում եմ որպես վերջաբան կարդամ Եսայա մարգարեությունից, Եսայա մարգարեություն 30 գլուխ 18-19 համարները, բայց Տերը պիտի սպասե, որպեսզի ձեզի գթություն անե, ու պիտի բարձրանա, որպեսզի ձեզի ողորմի, քանզի Տեր արդար Աստվածն է, քանզի Տերը արդար Աստվածն է, երանի այն ամենուն, որ անոր կսպասեն։ Ահա ով ժողովուրդ, որ Երուսաղեմի մեջ Սիոնի վրա կբնակվես, ալ բնավ պիտի չլաս, քո աղաղակի ձայնը լսածի պես շուտով քեզի պիտի ողորմի և քեզի պատասխան պիտի տա, փառք Տիրոջը, տես քո աղաղակի ձայնը լսածի պես, ասում է, քեզ շուտով պիտի ողորմի և քեզի պատասխան պիտի տա, այսօր կարևոր է, այսօր որ քո աղաղակը Տերը լսում է, քո աղաչանքը Տերը լսում է, նա գիտի քո վիճակը, և ասում է, քո աղաղակի պես նա քեզ պատասխան պիտի տա, քեզ անպատասխան չի թողի, նա խոսելու է քո սրտի հետ, նա ուզում է քեզ հանդիպի, նա սիրում է քեզ և ուզում է քեզ օգնել, որպեսզի դու տեսնես իր սերը, իր փառքը տեսնես,
իր շնորհքը տեսնես, որ ինքը երբեք չի փոխվել այսքան տարիների ընթացքում, այսքան քո փորձությունների մեջ, ինչերով ես անցել, նա չի փոխվել, իր սերը քո նկատմամբ չի փոխվել, նա նույնն է երեք, այսօր ու հավիտյան, փառք իրան, թող Տիրոջ անունը փառավորվի, ամեն, կանգնենք աղոթքի ժողովուրդ ջան, փառավորենք իրան, Քրիստոսով եղբայրներ, քույրեր, նորադարձներ, թե մանուկներ, թե պատաներ, թե երիտասարդներ, ծերեր, բոլորս ասենք փառք Աստծո։ Տեր արժանիա փառքերի գովեսների։ Մեր սպասելիքը միայն բոլորիս Տիրոջից է։ Շնորհակալ ենք Տիրոջից, որ ինքը հավատարիմ է, նա իր խոսքին հավատարիմ այստեղ ներկա է։ Տեսնենք Հովհաննես առաքյալը ինչ է գրել ինձ համար եւ ձեզ համար։ Սա գրված առաջի Հովանու թուղթ, առաջի գլուխ, առաջի խոսքից, առաջի Հովանու թուղթ, առաջի գլուխ, առաջի խոսքից։ Կենաց բանի վրայով, որ սկզբեն էր։ Ուշադիր լսենք, որու համար լսեցինք,
զոր մեր աչքերովը տեսանք, լսեցինք ու տեսանք, որուն նայեցանք ու մեր ձեռքերը շոշափեցին, եւ կյանքը հայտնվեցավ ու տեսանք եւ կվկայենք ու ձեզի կպատմենք այն հավիտենական կյանքը, որ հորքով էր ու մեզի հայտնվեցավ։ Զայն որ տեսանք ու լսեցինք, ձեզի կպատմենք, որպեսզի դուք ալ մենք էլ, այսինքն դուք ալ մեզի հետ հաղորդություն ունենաք, ու մեր հաղորդությունը հոր հետ է ու իր որդուն Հիսուս Քրիստոսի հետ։ Հաղորդություն նշանակում է հաղորդակցվել։ Եթե ասենք, թե որ հետ հաղորդություն ունենք ու խավարի մեջ պտտենք, սուտ կզրուցենք եւ ճշմարտությունը չենք կներ։ Ապա եթե լույսի մեջ քայլենք, ինչպես անիկա լույսի մեջ է, իրարու հետ հաղորդություն կունենանք անոր որդուն Հիսուս Քրիստոսի արյունը մեզ ամեն մեղքի կսրբե։ Այո, եթե սոր մեկն ասում ես Տիրոջ հետ շատ մոտիկ եմ, միշտ զգում եմ իր ներկայություն ու քասություն եմ ճաշակում, բայց եթե ինքը խավարի մեջ է, ինքը մեղքի կյանք ապրում, ինքը իրան խապում է։ Մենք որ վերևում աղոթք ենք անում եղբայրներ քույրեր, վկայություն եղավ, հայտություն եղավ, առաջի կարևոր բանը Տիրոջ առջև զղջալը պետք։ Առանց զղջման թողություն չկա, առանց զղջման մաքրություն չի լինի, առանց զղջման մեղքերը չի ջնջվի։ Դրա համար կարևոր է դա։ Դեր հիշում եք Անտամանոձին ինչ արեց, երբ որ իջացրեցին, տանիքը քանդեցին։ Ասես քո մեղքերը քեզ ներված են։ Ոմանք տրտնջացին, ասել է ով որ մեղքի թողություն է տալիս մեղքերի։ Ասես որն ավելի դյուրին է քո մեղքերը ներված են, ասել է թե ելիր ու քայլի։ Քանի տարվա Անտամանոց վերցեց իր մայջը քայլեց։ Եղբայրներ քույրեր, Տերը դրա համար եկել, նա եկել է որպեսզի մեղքերը ների, հիվանդությունները բուժի։ Որովհետև այդպես է գրված։ Եսայի մարգարեն մարգարացել է բոլորի դարերի համար։ Նա մեր անիրավությունները, մեր մեղքեր իր վրա վերցրեց, նոր շարունակության մեջ ասում է, եւ նրա վերքերով ինչ եղանք, մենք բժշկվեցինք։ Հիմնական հայրաշկը դա է, կյանքի փոփոխություն, տեսեք, հին օգտում էլ այդպես Տերը գործել, հիմա էլ է Տերը գործում, բայց պետք է մենք այո կարողանանք սիրտերս բացել։ Առաջինը, որ կյանքի փոփոխություն պետք է լինի։ Սա գրված առաջի գիր թագավորած 10-րդ գլուխ 6-րդ խոսքից 10-րդ գլուխ 6-րդ խոսքից Սավողը համար է գրած Սավողի եւ գրված է մարգարեն ասեց եւ քո վրա Տիրոջ հոգին պիտի գա տեսնենք ինչ է լինելու եւ անոնց հետ մարգարեություն պիտի նես եւ դուն պիտի փոխվիս ուրիշ մարդ մը պիտի լինես եւ դու պիտի փոխվես ուրիշ մարդ մը պիտի լինես, այսինքն ինչպեսի մարդ։ Ու երբ այս նշանները քո վրա կան, ձերքեդ եղածն ես, քանզի Աստված քեզի հետ է։ 9-րդ խոսքում կարդում ենք, ու երբ անիկա իր կռնակը դարձրեց Սամվելի մոտից երթալու համար, Աստված անոր ուրիշ սիրտ մը տվավ, եւ նույն օր այս բոլոր նշանները կատարվեցին։ Ուրիշ մարդ եւ գրված ուրիշ սիրտ։ Եղբայրներ քույրեր, խնդրում եմ ես պահին մի հատ անձնականություն արեք։ Ինչքան այսօր կան խնդիրներ ամուսնու կնոջ մեջ, մամայի ծնողների եւ երեխաների մեջ։ Հակառակությունը շատ վտանգավոր է։ Ինչքան հակառակություններ կան, որ իրար չեն հասկանում։ Լարվածություն կա ընտանիքում, դժվարություններ իրանց սրտերում մեջ։ Եղբայրներ քույրեր, Սավողի վրա գրված է կատարվեցավ դա։ Ուրիշ մարդ, լրիվ երկնային մարդ, փոխված մարդ, ազատագրված ամեն վիճակներից, այն տանիքում, որտեղ խաղաղություն չկա, սաղ լարված վիճակի մեջ է պրոբլեմներ, դժվարություններ, նեղություններ, անխաղաղություններ, բորբոքներ։ Երբեք դրանք մեջ լավ բան մի փնտրեք, բայց Աստված այն Աստվածը, որը գործել է Սուրբ Հոգով հին ուխտում, այսօր նոր ուխտում ավելի մեծ գործ է կատարում։ Մարգարենի առաքյալն ինչ ասում։ Հիներ անցան, ով է հիշում, 20% նոր եղան, 70%։ Ամեն բան նոր եղավ, հիներ անցնելու են, հին մարդու բնությունը փոխվելու է, Սատուսուն տարսինքը հնդիկ, որ դարավ առակյալ 20-րդ տարի, նա փնտրտուկի մեջ էր, նա չգիտեր, որ Աստվածն է ճիշտը, ումը երկրպագի, բայց որ փնտրեց գտավ Տիրոջը, եւ Քրիստոս հայտնվավ, նրա կյանքը փոխվավ, նա ուրիշ մեկը դարձավ 20-րդ տարի առակյալ,
Երբ որ Սավողին, որ դարավ Սողոսը դարավ առաքյալ, Պողոս առաքյալ, ընդամենը Տիրոջ մի հատ հանդիպում է, ամբողջ կյանքը շրջափոխվեց, եղբայրներ քույրեր փոխվեց, ուրիշ մարդ դարձավ։ Սա է ամենակարող Աստծո հրաշք եւ զորությունը։ Այստեղ որ կարդում ենք Եբրայեցիս թղթում կարդում ենք հետեւյալ խոսքերը։ 3:12-ում օրինակ կարդում ենք Եբրայեցիս 3:12-ից կարդանք բոլորիս համար շինության համար 3-րդ գլուխ 12 խոսքը նայեցեք եղբայրներ եւ վերաբերում է քույրիկներին վերաբերում է բոլորիս չլինի որ ձեզ մեկու ներսիդին անհավատության չար սիրտ մը լինի եթե անհավատություն կա նշանակում է բարի սիրտ չի կարող լինել նշանակում իր մեջ չար սիրտ կա եթե ինքը անհավատ է դա չի հավատում անհավատության չար սիրտ մը լինի ապստամբ լինելու կենտանի Աստծո մե հապա ամեն օր մեկս մեկ հորդորեցեք Աստծո խոսքով քանի որ այսօր կսվի որ չլինի թե ձեզ մեկը խստանա մեղքի խաբեությունով խստացնի սիրտը մեղքի խաբեությունով քանզի մենք Քրիստոսին մասնագից եղած ենք միայն թե այն հաստատության սկիզբը մինչև վերջ պինդ բռնենք քանի որ կսվի այսօր եթե անոր ձայնը պիտի լսեք այսօր խոսքն է ձայնը պիտի լսեք ձեր սրտերը մի խստացնեք բարկացնելու ատենի պես քանզի ոմանք լսեցին ու բարկացեցուցին բայց ոչ թե ամենը որ Եգիպտոսը ելած էին Մովսեսի ձեռքով որոնցով զզվեցավ այն 40 տարի չէ որ մեղանչողներ են որոնց ոսկորները անապատի մեջ ընկան որոնց համար երդում երավ թե իր հանգիստը չպետք է մտներ բոլորը դուրս եկան Եգիպտոսից բայց բոլորը չէ որ մտան Քանանու երկիր անապատի մեջ մեռան ինչպես Սուրգիկն ասում ինչի է պատճառով անհավատության մեղքի տրտունջի պատճառով թող Աստված օգնի ձեզ եղբայրներ քույրեր մի խնդրվածք էլ ունեմ զգուշ եղեք թվում է թե տրտունջը փոքր մեղք է տրտունջը մեծ մեղք է դրա հակառակը պետք է գոհանալ Աստծուց բոլոր վիճակների մեջ թե ունեք խնդիրներ թե ունեք ցավեր ունեք նեղություններ Աստծուն փառքը շատացրեք ու կտեսնեք բժշկությունը կգա որովհետև այդպես է գրված Սաղմոսում շնորհակալություն մատուցան ուղը զիսկ փառաբանե եւ իր ճամփուն զգուշացողին պիտի ցուցնեմ Աստծո փրկությունը միայն շնորհակալություն մատուցան ուղին պիտի ցուցնի Աստծո փրկությունը եղբայրներ քույրեր թող Աստված օգնի որ մեր փապակը թող լինի Տիրոջ հետ հանդիպելու այս աղոթքը որ մենք պիտի անենք փապակենք Տիրոջ հետ հանդիպելու բոլոր խնդիրները կլուծվի Սաղմոսի մեջ գրված է Տեր մի բան խնդրեմ մենք շատ հոգսեր ունենք խնդիրներ կան վիճակներ կան բայց այստեղ ասում է Տեր մի բան խնդրեմ ասիկա կաղաչեմ որ իմ կյանքի բոլոր օրերը քո տան մեջ լինեմ ով է հիշում ինչ է գրած քո վայրչությունը ինչ լինի տեսնելու եւ Տիրոջ փառքը երևնա եղբայրներ քույրեր այո դրա համար Դավիթ հակավոր ասում էր ավելի լավ է մի օր Տիրոջ տան շեմի լինեմ քան թե շատ օրեր ամբարիշտների վրանների մեջ այսինքն խնջույքների մեջ լինեմ Աստված օգնի այս խոսքերով քննություն անենք տեսնենք մեր սիրտը ինչի է ձգտում ինչի է փապակում բայց խնդրեմ ձեզի ես ճաշակել եմ դրա համար եմ ձեզ ասում գաղտնիքը մի անգամ երբ որ ծոմապահության աղոթքի մեջ ենք տարիներ առաջ ես ուրիշ հոգսի համար չէի խնդրում այդ աղոթքը միայն Տիրոջը խնդրում եմ Տեր ինձ մոտեցի ես քո կարիքն եմ զգում ինչպես գրված է հոգիս ծառավիա քեզ երբ պիտի կամ երևնամ քարչև այդ փապակը տեսնելով Տերը որի կանչում է իրան Տեր ես քեզ եմ ուզում ասում եմ հոգսի համար չի աղոթում քեզ եմ միայն ուզում քեզ եւ Տիրոջ փառք երևաց անպատմելի է այս զորության ամպը որ իջավ ամբողջ սիրտս լրի փոխվելու տեղ ունենք թե չունենք հա ունենք թե չանկեղծանանք մենակ Տիրոջ ներկայությունը որ կարող է քո կյանքը փոխել եղաշրջել հիները կանցնեն ամեն բան նոր կլինի երբ որ գնաս տունը կասին ձեր ամուսները շատ երեխաներ կասեն մամ ջան ես ինչ եղեք տիկին ջան ես ինչ եղեք դու լրի փոխվել ես ինչ եղեք ես ինչ խաղաղության քո մեջ կա ուրիշ անգամ դարված բորբոքված նեղված կռվի համար ոնց որ հատուկ լինեի բայց հիմա խաղաղություն կա աշխարհը չի տա քեզ խաղաղություն բայց Քրիստոսը տալիս այն խաղաղությունը որ աշխարհը չի կարող տալ չի էլ կարող տալ եկեք կանգնենք փապակենք ամենքս Տիրոջը մոտենանք ասենք Տեր ես քո կարիքն եմ զգում հենց փապակեք Տիրոջ մոտենաց էզի Իրանն որ ծառավ է Տիրոջ նկատմամբ Տեր Հիսուս փառքը շատ ունի Տեր Աստված
Օգնի, որ այդ ծառավը փապակը կատարվի Տեր Աստված ջան, որովհետև դու խոստացել ես, ասել ես։ Դու ասեցիր, որ ծառավը թողա խմի, ձեր փորից կենտանի ջրի գետեր պիտի բխեն։ Մոտեցի Տեր Աստված ջան, մոտեցի Տեր։ Տեր Աստված ջան, Տեր, դու ամեն մի սիրտը գիտես Տեր։ Ովքեր անկես երեխային նման քեզ են ուզում, ինչպես երեխան ձգտում է, որ մամային է ուզում, պապային է ուզում Տեր ջան։ Ոչ մի բանով ինքը չի կարող բավարարվել։ Միայն ասում ուզում եմ ծնողից Տեր։ Խնդրում եմ օգնի Տեր։ Մեր բոլորիս փապակը ծառավա Տեր ջան։ Դինի Տեր քեզ հետ հանդիպելը, քանձես հանդիպելը։ Ոյ Տեր օգնի միայն դու պիտի օգնես Տեր ջան։ Տեր այն փապակող սրտերը, կարոտ սրտերը, օգնի Տեր որ քո փառքը տեսնենք ուրախանա։ Քո վայելչությունը ոչ թե միայն տեսնենք, վայելենք։ Տեր Աստված քո խաղաղ ներկայությունը եւ հարության զորությունը որ պիտի գործի։ Մոտեցի Տեր Աստված ջան։ Մեկին անտի ինչպես չես թողնի որ գնա։ Տեր Աստված օգնի որանք որ քեզ են ծառավին, որանք որ քեզ են շատ փապագում Տեր ջան։ Այդ հանդիպումը թող տեղ ունենա, ոչ թե միայն մի քանիսներին, այլ բոլորին կատարվի Տեր ջան։ Այդ հանդիպումը կատարվի Տեր ջան, որ երևա քո փառքը Տեր ջան, Հիսուս ջան, որովհետև դու ես ասել ճաշակեցեք, այո, ճաշակեցեք։ Ու տեսեք որ Տերը բարի է, Տերը քաղց է, Տերը փառավորյալ է, Տերը սքանչելի է Տեր ջան, Տերը գթացող է, Տերը խղճացող է, Տերը ներող է։ Ամեն զղջացողին դու ներում մաքրում ես Տեր։ Ձունի չերմակ ես անում Տեր ջան։ Ամեն անիրավությունը մեղ քանցանքը Տեր ողր միա։ Տեր մոտեցի Հիսուս ջան, Տեր երևա քո ձեռքերը։ Այն ձեռքերը, որը փառավոր ձեռքեր են, այն ձեռքերը գործող ձեռքեր են, ինչպես բոլոր դարերում, դրանք չեն կարճացել, չեն էլ կարճանա ձեռքերը։ Միշտ օգնող ձեռքեր են, ընկալցին Տեր ջան, տառապյալին, ցավակյալին, փորձության մեջ եղողներին Տեր ջան, հիվանդին Տեր ջան, մոտեցի Տեր ջան, Հիսուս ջան։ Թող երևա քո ձեռքը, մոտեցի Տեր։ Շնորհ կրա որ արտությունը գա, շնորհ կրա որ Սուրբ Հոգին գործ ինչպես Սավողը վրա հոգին իջավ, ուրիշ մարդ դարձավ Տեր ջան, փոխվավ ուրիշ սիրտ ունեցավ Տեր ջան։ Այսօր հերթը մերն է, բոլորիս է Տեր Աստված, կատարվի հրաշքը։ Ամենամեծ հրաշքը դա է Տեր ջան։ Այո, հիները անցնելու են, ամեն բան նոր է լինելու, ամեն բան նոր, փոխված, մաքրված, ազնագրված, խաղաղությամբ լեցված Տեր ջան։ Տեր մոտեցի Սուրբ ջան։ Տեր օգնի որ քանունը փառավորինի։ Օգնի որ քո ձեռքերը մնա եւ կանոնը բարձրանա հավիտյանս հավիտենից արժանի եք փառքերի գոհեցների արժանի եք մեծափառությամբ հավատում եմ որ դու Տեր փապակ սրտ ովքեր փապակ ունեն ովքեր մեծ կարոտ ունեն մեծ ծառավ ունեն այդպես չես թողնի որ գնաս Տեր ջան այլ քո փառքը պիտի հայտնես եւ ուրախացնես քո ժողովուրդը եւ քո ժառանգությունը փառքը շատ լինի շնորհակալ եմ Տեր ամեն բանի մեջ հավիտյանս հավիտենից փառավորվի մեծարվի Սուրբ Երջանանունը Հայրը Որդին եւ Սուրբ Հոգին Հալելույա, ամեն, նստեք Տեր օրհնի ձեզ։ Սրտանց փառք Տիրոջը սիրելիներ։ Ես կարդում եմ Հովաննեավետարան 14 գլուխ 1-ից 7 խոսքերը։ Սրտները չխռովի, Աստծուն հավատացեք, ինձ էլ հավատացեք։ Իմ հորս տունը շատ բնակարներ կան, ապա թե որ ձեզ պիտի սեի, հիմա կերտամ ձեզ տեղ կպատրաստեմ։ Եթամ ձեզ տեղ պատրաստեմ, նորեն կուգամ ձեզ քովս կառնեմ, որպեսզի ուր որ ես եմ դուք ալ հոնելակ։ Ուր ես կերտամ, գիտեք, ճամփանալ գիտեք։ Թոմաս Սավանոր, Տեր, չեն գիտեր ուր կերտաս, ինչպես կրնանք ճամփան գիտնալ։ Հիսուս ասավ, ես եմ ճամփան ճշմարտությունը եւ կյանքը։ Մեկը հորքով չի գա, եթե ոչ ինձմով։ Եթե զիշ ճանչնայիք, իմ հարսալ ճաշնայիք, եւ ասկեք ճանչնակ զանիկա ու տեսակ զանիկա։ Հիսուսը խոսում է, որ ես գնամ, ձեզ տեղ պատրաստեմ եւ գգամ ձեզ իմ քովս կառնեմ։ Եվ ասեց, դուք գիտեք, ճամփան էլ գիտեք, ամեն ինչ գիտեք։ Թոմասը Տեր ասեց, ինչպես կրնանք ճամփան գիտնալ։ Հիսուս 3 կարևոր բաներ ասեց։ Ես եմ ճամփան, ճշմարտությունը եւ կյանքը։ Եթե կյանքը դնենք առաջի տեղը, մեկ ինչ լավ չէր լինի։ Ճանապարհ։ Եթե մենք Հիսուսի ճանապարհով չենք գնում, ճշմարտություն չի բացվի մեզ, մենք կյանք չենք ունենա։ Մենք անիմաստ մարդ ենք։ Ամբողջ երկրագնդի վրա քրիստոնյաներ կան։ Լիքն են։ Ինչ ձևի ասես կան։ Ովքեր են սիրում այդ ճանապարհը։
այդ ճանապարհը ունի սկիզբ եւ ճանապարհը ունի վերջ։ Եթե այդ ճանապարհը չբռնեցի, ես չբռնի, դու չբռնես, ոչ ես տեղ կասնեմ, ոչ էլ դու։ Հիմա այդ ճանապարհը, այդ ինչ ճանապարհը, Հիսուս ասում է դուռը ես եմ։ Բայց ես խորը համոզված եմ, այսքան տարիների ընթացքում, ով որ այդ ճամփեն բռնում է, նա տեղ է հասնում, եւ ամեն օր է բռնում։ Այդ ճանապարհը Հիսուս սենց ասել։ Մենք կարդանք Սուրբ Գիրքը, տենանք այդ ճամփեն ինչ ճամփա է։ Այդ ճամփեն ամեն մարդ չի կարա բռնի եւ չել ուզել բռնի։ Լուկասի վետարան 9-րդ գլուխն եմ կարդում, Մարկոսում էլ կա, Մատթեոսում էլ կա, Հովհաննեսում էլ կա։ Մի բան Հիսուսը որ ասում է, շատ ճիշտ է, եթե 4 անգամ ասում, ուրեմն ինչքան կարևոր է դա։ Ես կնշեմ բոլոր ավետարաներում էր, եւ ամենում կսել, եթե մեկը կուզի իմ ետևես գալ, թող իր անձը ուրանա, ամեն օր խաչը վերցնեմ ետևես գա։ Վանձի որ կուզե իր անձը ապրեսնել, պիտի կորցնե զանիկա։ Ով որ ինձի համար իր անձը կորցնե, պիտի ապրեսնե զանիկա։ Այս նույն մտքերը գրված են 3 ավետարանում, 4-ում էլ համարյա։ Ես կարդամ մյուս ավետարանների մեջ։ Սա Լուկասի 9-րդ գլուխ 23-24 համարներն են։ Մատթեոս ավետարանի մեջ կարդամ։ Մատթեոս 16-24-25 Այն ատեն Հիսուս աշակերտին սա, եթե մեկը կուզեմ ետևես գալ, թող իր անձը ուրանա, խաչը վերցնեմ ետևես գա, վանձը որ կուզե իր անձը ապրեսնել, պիտի կորցնե զանիկա, ով որ ինձի համար իր անձը կորցնե, պիտի գտնե զանիկա։ Նույնը գրած է Մարկոսի ավետարանում, սա Մատթեոս 16-24-25 համարներն են։ Մարկոսում էլ կա գրած։ Ժողովուրդ իր աշակերտին հետ մեկտեղ իրեն կանչելով սավանոց, ով կուզեմ ետևես գալ, թող իր անձը ուրանա, խաչը վերցնե, իմ ետևես գա։ Վանձ որ կուզե իր անձը ապրեսնել, պիտի կորցնե զանիկա, ով որ ինձի համար, ավետարանի համար իր անձը կորցնե, պիտի ապրեսնե զանիկա։ Սա գրված է Մարկոս 8-34-35։ Նույնիսկ էլի տեղեր կա գրած, էլի Մատթեոսի 10-րդ գլխում էլ է գրած։ Տեսեք, կարդամ լսեք։ 10-րդ գլխում։ Եվ ան որ իր խաչը չառնեմ ետևես գար, ինչ արժանի չէ։ Ան որ իր անձը գտնե, պիտի կորցնե զանիկա։ Ով որ իր անձը ինձ համար կորցնե, պիտի ապրեսնե զանիկա, գտնե զանիկա։ Սա էլ Մատթեոս 10-38-39 խոսքերն են։ Եվ Հովհաննեսում էլ կարդամ, Եթե մեկը ինձի ան որ իր անձը կսիրե, պիտի կորցնե զանիկա, ան որ իր անձը այս աշխարհի մեջ կատե, հավիտենական կյանքի համար պիտի պահե զանիկա։ Հովհաննի 12-25 Սա քանի տեղ կարդացի։ Սա է ճամփեն։ Ինչի համար Աստված պահանջում իմ անձը քո անձը ուրանալու։ Որտեւ նա լավ գիտի, նա շատ լավ գիտի։ Այնպես գիտի, որ ոչ մեկս այդքան ոչ խելք ունենք, ոչ էլ միտք ունենք։ Նա գիտի, որ հին մարդին ինքը խաչ է փչացրել։ Մենք պետք է հավատանք դրան։ Մեզ էլ ասում է անձը տուրացի, որ այդ հին մարդի արմատին ջուր չլցես, որ գլուխը չուտի։ Աստծո սրտի համեմատ մարդ էր Դավիթը, քաջությամբ Գողիաթին հաղթեց, բայց իր ներսի Գողիաթին չկրծող հաղթեց։ Նանեց սխալարեց,
Երբ որ Սավղը հալածում էր իրան, ինքը իրան սատկած շանտեղ էր դնում եւ լույի տեղ էր դնում։ Սատկած շունը որ մնում է, դառնում է նեխած շուն։ Դավիթը չդարձավ նեխած շուն։ Դավիթը դառավ թագավոր, շատ թագավորներին պատերազմ հաղթում էր եւ շատ թագավորներ գալիս են երկրպագում էին Դավիթին, Դավիթ պատերազմ չգնաց։ Մնաց տուն։ Մնաց տուն սիրելներ։ Եվ պղծեց Ուրիայի կնոջը։ Ուրիան 37 քաջերից մեկն էր, որ ամբողջ իր նեղությունների մեջ իր հետ եղել էր։ Պղծեց նրա կնկան։ Աստծո սրտի համեմատ մարդ մի օր չուրացավ իր անձը։ Տեսեք ինչ օրի հասնում։ Հիմի ուզում է պարտքի իր մեղքը։ Ուրային ասման պատրաստ դաշից ասեք թող կա։ Բերեց։ Ասեց գնա տունդ, չգնաց։ Ասեց կարի խմցնեմ, խմած մարդը գետա իր տուն։ Խմցրեց է չգնաց։ Որ չգնաց, մահվան թուղթը տվեց ծերը, ղրկեց դաշտ եւ մահացավ։ Եվ Հովաբին նամակա գրում Սուրհանդակի միջոցով ասում է, ասա որ իմ արածը գեշ բան չի։ Նույնիսկ մարգարեն խոսում է, իմ միտքը չի առնում, որ իր մասին է խոսում։ Տեսակ մի օր անձը չուրացավ, ինչ օրի հասավ Դավիթը։ Ես ու դու Դավիթիդ 1000 գլուխ հոգևոր տեսանկյունից ցածր ենք։ Բռնի ես ճամփան։ Սա է Քրիստոսի ճամփեն։ Ամեն օր անձը տուրացի, ամեն օր խաչդ վերցրու, ամեն օր պատերազմի քոտեն։ Եթե ուզում ես երկին գնաս, եթե չուզում ես քո գործն։ Իհարկե ես նորից եմ ասում, ամեն մարդ չի որ կուզի իր անձը ուրանալ։ Իրան անարգել, ինքը իրան անարգի։ Կարծում եք ամեն մարդ իրան կանարգի։ Եթե մարդը չճանաչի իրան, չտեսնի իր մեղավորությունը, նա չի անարգի իրան։ Հələ նայեք ստեղ ինչ է գրած Հռոմեացի սխտում։ Սակայն Աստված ճշմարիտ թողնա բոլոր մարդիկ սուտ, ինչպես գրված է, որպեսզի խոսքերի մեջ արդար ասած դադասանատենի դոնավտես։ Հռոմեացիս 3:4-ը։ Աստված ճշմարիտ բոլոր մարդիկ սուտ։ Բոլոր մարդկանց մեջ մտնում է Պողոսը, Հովանեսը, Մովսեսը, թե չէ, թե նրանք ռեշտակ են։ Նրանց էլ է վերաբերում։ Այս խոսքը սկզբում նոր ժամանակ, որ նոր հոգի է, չէր ազդում վրես։ Որտեվ ուշադիր չէի կարդում, չէի հավատում ինչ ա գրած գրքի մեջ։ Բայց որ հավատացի, ուշադիր եսեք, եղբայրներ քույրեր, ինչ որ ապրել է գեն են քարոզում ձեզ։ Ասի Պավել, եթե դու ստություն ես, ուրեմն 100% դու ստության մայրաքաղաք ես։ Ես ինձ ասի, Պավել, դու ստության մայրաքաղաք ես։ Այդ խոսքը, որ ընդունեցի իմ սրտի մեջ, սկսեի լացել, զղջալ, վերջը։ Մի օր էլ Աստված ցույց տվեց այս խոսքը։ Նայեք ինչ ա գրած։ Ամեն մարդ չի, որ Աստծո խոսքին կհավատա։ Աստծո խոսքին չհավատացիր, ոչ մի բան չի լինի։ Ես մի հատ էլ օրինակ կբերեմ, որ համոզվեք դուք։ Նայեք ինչ ա գրած Սուրբ գրքի մեջ։ Այս խոսքը ստությունը ատեցի, անարգեցի, որ քորենքը սիրեմ։ Քեզ չհատիր, չանարգեցիր, դու կյանքում Աստծորենքը չես սիրի, ոչ էլ Աստծուն։ Չես սիրի, տփեն էլ չես սիրի, աշխարհի ոսկին էլ տար չես սիրի։ Եթե դու հավատաս, որ ստություն ես, դու կատես կանարգես քեզ։ Բայց որ հավատում ես դու արդար ես, սուրբ ես, լավն ես, քեզնից լավը չկա այս աշխարհում։ Դու կյանքում ոչ կուրանաս քեզ, ոչ էլ կատես քեզ։ Նայեք սիրելիներ, Աստծո խոսքն եմ կարդում։ Ստությունը ատեցի անարգը քորենքը սիրեցի։ Քորենք սիրողներին շատ խաղություն կա, անոնց գայթակղություն չի լար։
119 Սաղմոսի 163 խոսքը, 165 խոսքը, 163, 115 Սաղմոսի եղբայրներ քույրեր։ Մենք էլ ենք մարդ։ Մենք էլ ենք նեղություն կրել։ Ամեն տեղից կրել ենք։ Բայց քիչ ենք գայթակղվել։ Որտեւ ատում եմ, անարգում եմ ինձ։ Ամեն աղոթքին։ Ամեն օր ուրանում եմ իմ անձս։ Ամեն օր խաշն եմ վերցնում, որպեսզի Հիսուսի մոտ գնամ։ Նայեք, մի հատ համատություն անեմ, փորձեք մտածել։ Աստված քեզ չի ասում, մի միլիոն տարի գաբրեմ, քո հետ ասում է Հավիտյան։ Հավիտյան էդի միլիոն տարի չի, միլիարդ տարի չի, տրիլիոն չի, նոնիլիոն չի, հեպտիլիոն չի։ Անverջ։ Ասենք 100 տարի ապրես, 100 տարին հավիցենության մեջ մի ակնթարթ էլ չարժի։ Նայտես, դու այդ մեկ ակնթարթի համար ամեն ինչ անում ես, որ լավ ապրես։ Բայց հավիցենության համար ոչ մի զողություն չես անում։ Դու չես հավատում Աստծուն, դու չես հավատում հավիտենական կյանք կա, դու չես հավատում։ Հեքիաթ է դի քո համար։ Հեքիաթ։ Եղբայրներ քույրեր, հավիտյան։ Ես եղել ինձ հարց եմ տվել, Պավել, դու 54 տարվա հավատացյալ ես արդեն, որ վաղ Հիսուսը կա, ու դու չապշտակվես, քո 54 տարվա լացը, ողբը, վազնելը, զողությունը, ամեն ինչ ուրանալը, ումն է պետք, որ չպետք է ապշտակվես, որ չպետք է ապշտակվեմ, ինչի սա պետք է սկան տանջվելը, բանտ նստելը, տնից ընտանեք, եկեղեցուց, ամեն տեղից թուքում ուրտելը, ինչի համար, դրա համար ես լացում եմ ամեն օր խաչվում եմ, ամեն օր մեռնում եմ, որպեսզի Հիսուսի հետ ապրեմ հավիտյան, 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 եթե չեք եկե հավիտյան ապրելու համար իզորել եկել եք, մեկը ինչքան հիվանդներ բժշկան Հիսուսի վաղթը, ինչքան հիվանդներ բժշկան, այդ նույն ժողովուրդը գորում են խաչեք, այդ նույն ժողովուրդ, բժշկված ժողովուրդը գորում են խաչեք, բժշկությունը հոգու ազատագրում չի, մի միտք էլ ասեմ ձեզ, որպեսզի օգնեմ ձեզ Տիրոջ օգնությամբ, եղբայրներ քույրեր, մենք բոլորս Սուրբ Գիրք ենք կարդում, ես ուղղակի ասեմ, Նեյման ասորու մասին, հիշում եք այն գերի քույրիկ ասեմ, մեր լավ քույրիկը, որ Նեյմանի կնոջ ասեց, որ ինքը Երուսաղեմում ելնի, դե կբժշկվի, ընդ Եղիսե մարգարե կա։ Վերջ եկավ Եղիսե մարգարեն, Եղիսե մարգարեն դուրս չեկավ։ Իր աշակերտի մեկին ասեց գնա, ասա թողեթա Հորդանանը 7 անգամ լվացի բժշկվի։ Այս մարդը ջղայնացավ, ասեց ես գիտեի հիմնի դուրս կան, զի դիմավորի, Նեյմանը զորավոր էր, նամակով էր եկել թագավորի, ծերը վրես տնի, Յովայի անունը կանչի, չէ, մտածես, չէ, մարդը ոնց անի, որ բժշկվի։ Բայց իրեն ասում է, գնա Հորդանանին, ասում է, միթե մեր աբանա, փարփարա գետերը Հորդանանի չափ չկա։ Վերջը ջղանացավ։ Իր ծառաները մեկ ասեց, հայրիմ, քեզ մեծ բան չի ասեմ, մտի Հորդանան, 7 անգամ լվացի բուժվես։ Այս մարդը իր հասկացած հավատքից հրաժարվավ։ Դու քո հասկացած հավատքից հրաժարվի, դա չի փրկի քեզ։ Դա քեզ կմոլորացնի եւ կհիմարացնի եւ կջղայնացնի։ Հիսուս իր խոսքին հավատա։ Քեզ մի հավատա։ Իր խոսքին հավատա։ Խոսքի վրա կրտնի, խոսքի վրա,
Քո հավատքը մի կառուցիր, որ շատ մեղավոր ես, մեղք ես, պիղծ ես, ինչ ես, ինչ չես։ Հավատա իր խոսքին։ Իր խոսքում գրված է Երեմիայում. Եթե շատ հոմաների հետ շնություններ ես արել, դարձիր, ես կներեմ ու կբժշկեմ։ Դու պետք է հավատաս իր խոսքին։ Եթե ես իր խոսքին չհավատայի, իր խոսքը չընդունեի իմ սրտի մեջ, ինձ կատեի կանարգեի, ինձ կնեսեմացնեի, իրար հետ ենք եղել մամիկոն եղբայր, պաշտամունք միտեղ քարոզում էր, մեկը սենց եկավ կանավ ասեց, սրիկայի պես, խոզի պես, խրխրես սատկես, ինձի, մամիկոն աղբորն էլ ասեց, մի հատ ռակցիա չգնաց, որտև նենց եմ ատում անարգում ինձ, ով ատի անարգի չզգամ, սա է հավատացյալի ճանապարհը, այս ճանապարհը բռնի, ճշմարտությունը կբացվի քեզ եւ կյանք ունենաս։ Այդ ճշմարտությունը բացվել է ինձ եւ կյանք ունեմ ես։ Մենք հենց նես չենք ապրում։ Ինձ համար այս երկակունդը գոյություն չունի։ Հիսուս առաքյալ ամեն ինչ աղբ համարեց, որ Քրիստոսին շայի։ Չհամարեց, թե չհամարեց։ Իրան էլ հետ աղբ համարեց, որ Քրիստոսին շայի։ Բայց ես եմ հավատացյալ, ես եմ աղբ համարեմ այս երկակունդը։ Մի բան էլ ասեմ, որ որոշ մարդկանց մեջ տարբեր մտքեր չառաջանան։ Մենք բոլորս մարդ ենք, կարիք ունենք ուտելու, հագնելու, ունենք թե չունենք։ Բոլորս էլ ունենք։ Կարիք ունենք տուն ունենալու, կարիք ունենք ամուսնանալու, երեխաներ ունենալու եւ այլն։ Վերջը կարիքը եւ կարոտը տարբեր բաներ են, ժողովուրդ ջան։ Նայեք ինչա գրած։ Տեր իմ հովիվս է, ես բանի կարոտություն պիտի չունենամ, զիս խոտավետ արոտների մեջ կպարկեսնե, հանդարտ ջրուկով ինձ կառաջնորդի, հոգիս կնորոգի, իր անվան արդարության մեջ կառաջնորդի։ Կարոտ։ Տեսեք, մի հատ օրինակ պատմեմ։ Այս վերջերս ես մի հատ թաղում եղա, այդ ընտանիքի թակ տղեն էր մեռել 24 տարեկան։ Ողբում էր մայրը, թակ տղեն, քուրն էլ եկել է թակ քուրն էր, եկել է Ռուսաստանից, որ նշանված է աղբերը պսակեն։ Ավարիա տալիս մեռնում է։ Դրա մայրը ասում է Աստված ջան, թաղման դիակը դրած։ Աստված ջան, քեզնից չեմ նեղանում։ Դու արդար ու ճիշտ ես։ Արդար ու ճիշտ ես։ Եվ ինձ կանչեց գնացի իրանց տուն։ Տղուկ նկարը գրկել է ու ղժում է, լացում է, ինչ ողբանում մենակ տենակ։ Ինչ տայիր այդ կնոջը, որ հանգստանար։ Ամբողջ աշխարհայության տաշ չի հանգստանա։ Չի հանգստանա։ Բայց Հիսուսի մասին խոսեցի։ Հիսուսի հոգին ներգործեց նրա վրա։ Եվ խաղաղվավ հանգստացավ։ Եղբայրներ քույրեր, մարդի հոգին, հոգու ցավը միայն Հիսուսը կարա բուժի։ Ուրիշ ոչ մեկը չի կարա հոգու ցավը բուժի։ Չկա տես մարդ, որ հոգու ցավը կարա բուժի։ Սուրբ հոգին ներգործեց կբուժվի, Սուրբ հոգին չներգործեց չի բուժվի։ Եղբայրներ քույրեր, Աստծո խոսքի մեջ կյանք կա։ Այդ խոսքը թող մտնի սրտիդ մեջ։ Այդ կյանքը մտնի սրտիդ մեջ եւ սրտիդ մեջ ապրի ու կնքվի քո սրտի վրա, որ դու խոսքով ապրես, խոսքը լինի քո կյանքը։ Դու չես լսել քարոզները եղբայրներ արել են։ Հոբը, նայեք, ինչ տրտմալից վիճակի մեջ։ 10 երեխան մեռան, ունեցվածքը թալնավ, իրան որդնավ, կին անարգեց, ծառաներ անարգեցին, հարազատներ անարգեցին։ Ես մի հատ մեծ հարուստ կին կար, հավատացյալ էր, տարել, ջրով մկրտվել հոգով, տրտնջում էր, նեղվում էր։
Ես այցելեցի, որ խոսեմ հետը։ Ասի քուր, դու հոբի մասին կարդացել եմ եղբայր ջան։ Ասի ելեք տենանք, հեզի քանի հատ պլյուս կա, քանի հատ մինուս հոբին կա։ Հոբի 10 երեխա մեռան, քո երեխեքից թորներից մարդ մեռած կա, ասում է չէ, սա էլ փառքասու լավ է։ Ասի ես 1 պլյուս քեզ, մի հատ մինուս հոբի, ճիշտ է։ Երկրորդը, ձեր հարստությունը թալան, ով ռիսկ ունի մեր հարստությանը կպնի։ Ասի ես երկրորդ պլյուս քեզ, մինուս հոբին։ Դու որդնել ես, ինչի որդնեմ։ Ասի հոբը որդնել ես, երրորդ պլյուս։ Հոբիկին անարգեց իրան, քո հարազատները անարգում են քեզ, թո չէ ինչ անարգեն, լույսի պես պաշտում են։ Ես էլ 4-րդ, վերջը 5 հատ պլյուս եղավ, ասի տնաշեն 5 հատ մինուս հոբին, հոբ ասում է, անվողոր ցավի մեջ, պետք է ուրախանամ ու խիթալվեմ, որ Սուրբի խոսքերը չուրացա, 5 հատ պլյուս ունես տրտջում ես, տնաշեն, ես ինչ հավատացյալ, դու հավատացյալ չես, դու անհավատ մարդ ես։ Եղբայրներ քուրեր, մենք պետք է խորը հավատանք Աստծո խոսքին։ Հիսուս ասեց. ինձ էլ հավատացեք, հորս էլ հավատացեք, իմ խոսքին էլ հավատացեք, փառք Տիրոջը, ովքեր հավատան, ովքեր անձուրանա, գնա այդ ճամփան, ճշմարտությունը Հիսուսն է, կհանդիպի այդ ճշմարտությանը, կհանդիպի թե չի հանդիպի, եւ կյանք ունենա թե չի ունենա, որտեղ Հիսուս ասեց, եթե իմ խոսքի մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտները կլաք, եւ ճշմարտությունը ձեզ կազատի։ Կանգնենք ոտի։ Հավատքով ենք աղոթում։ Անձերը սուրանան, ով որ չի ուրացել, թող սկսի ուրանալ։ Խաչը վերցնեք, ես ճամփեն բռնեք։ Ուրիշ ճամփա չկա։ Սատանան 1000 մի ճամփաներ է սարքում, լեն, ես իմիշ ճամփեք է սարքում, որ իցած մեռնես։ Մի ճամփա կա, անձ ուրանալու, խաչը վերցնելու, անձը կորցնելու, որ գտենք Հիսուսին։ Փառք քեզ Հիսուս։